Երեք Սյունիքի մարզի տեղ գյուղի երկու բնակիչ, երկու անչափահաս 16 և 17 տարեկան Արավուս գյուղի մոտակայքում մոլորվել են և հայտնվել են ադրբեջանական տարածքում, այս պահին տղաներից որևէ տեղեկատվություն չկա, բացի նրանից, որ այո, նրանք ըստ էության գերեվարվել են ադրբեջանցիների կողմից և որևէ հաստատում ադրբեջանական կողմից չկա, որևէ տեղեկատվություն չկա տղաների մասին։ Սա ինչ է, սա Նիկոլ Փաշինյանի խաղաղության գինն է, երբ որ ադրբեջանական զինուժը տարբեր ուղղություններով և հատկապես Սյունիքում այնքան է մխրճված հայկական տարածքներում, որ պիտի երևի քարտեզը ձեռքդ կամ քարտեզը գրպանում կամ մեփով մանգաս, նույնիսկ տեղաբնակների համար, որ չմոլորվես։ Սա է Նիկոլի իրական խաղաղության գինը, սա է Նիկոլի իրական անվտանգության գինը։ Ես գիտեմ բազմաթիվ բնակիչներ Ջերմուկի, Իշխանազարի, Սև լճի տարածքի, ովքեր արգելում են իրենց երեխաներին 2 մետր այս կողմ կամ այն կողմ գնալ, որովհետև 1 մետր այս կողմ գնալը կարող է արժենալ կյանք, կարող է դու հայտնվել ադրբեջանական գերության մեջ և այսքանից հետո Նիկոլ Փաշինյանի ծանրակշիռ ուսապարկերից մեկը հայտարարում է, որ երբևէ Հայաստանը այսքան հզոր և այսքան ինքնիշխան չի եղել և այսքանից հետո, երբ որ ուղղակիորեն կարող ես մեկ քայլ այն կողմ գնալով այնպես է բզկտված Հայաստանի սուվերեն տարածքը, որ հայտնվես ադրբեջանական գերության մեջ, Նիկոլ Փաշինյանը դեռ ունի հանդգնություն Սարդարապատում հայտարարելու, որ իր ողջ պատմության մեջ Հայաստանը երբևէ այսքան ուժեղ և երբևէ այսքան ինքնիշխան չի եղել։ Ես չգիտեմ ինչ է լինելու այդ երկու անչափահաս երեխաների հետ, պարզապես ես չգիտեմ դիմել իմաստունի կոլաբորանտ այս իշխանություններին, բայց այդքան որ հպատակ կատարում եք Ալիևի բոլոր պահանջները, պահանջեք ձեր քաղաքացիներին,